Ժողովուրդ օրաթերթը տեղեկացել է, որ պետական կառավարման համակարգի վերնախավը կրկին ստացել է պարգևավճարներ, սակայն այս անգամ առավել կառավարելի ձևաչափով։ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փոխել է խոշոր պարգևավճարների տրամադրման մոտեցումը, դրանք բաժանելով ամսական վճարումների, որպեսզի տարեվերջի սկանդալն ու դժգոհության ալիքը էլի չբարձրանա, երբ հայտնի դարձավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները ստացել են 3-ից մինչև 11 միլիոն դրամի հասնող պարգևատրումներ։ Թերթի տեղեկություններով Ազգային ժողովի պատգամավորները ստացել են շուրջ 670,000 դրամի պարգևավճար մարտ ամսվա համար։ Իսկ գործադիր իշխանության համակարգում պարգևավճարների չափերը էականորեն բարձր են։ Նախարար, փոխնախարար, վարչության պետ, բաժնի պետ, ըստ թերթի տեղեկությունների, այստեղ պարգևավճարները սկսվում են ամսական 3 միլիոն դրամից։ Գրում է թերթը։ Իրավունք թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը քննչական կոմիտեի նախագահի հետ բավականին կոշտ զրույց է ունեցել։ Նա հրահանգել է, որ վերաբացեն փոշոտված քրեական գործերը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Կիրակի օրը Շենգավիթում քաղաքացին իր բնակարանի պատուհանից միջնամատ էր ցույց տվել Փաշինյանին։ Նրան ուղեկցող ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը թերթի տեղեկություններով նույն վայրկյանին հեռախոսով կապվել է ենթականների հետ եւ փոխանցել շենքի հասցեն ու հարկը, որ ճշտեն քաղաքացու տվյալները եւ փոխանցեն իրեն։ Ենթադրվում է, որ փորձելու են առնվազն բարդացնել քաղաքացու կյանքը, եթե ոչ այս փուլում, ապա ընտրություններից հետո։ Գրում է թերթը։ Իրավունք թերթի տեղեկություններով Կճոյանը վերջերս խորը դեպրեսիայի մեջ է, ոչ ոքի չի վստահում, ոչ ոքի հետ չի կիսվում։ Ասում են մտերիմների մոտ խոստովանել է, ասա ով էր ինձ ստիպում խորը ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվել։ Ասում են այսպես է դեպրեսիան մտերիմների մոտ արտահայտվել վերջինս։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխանության ներսում փակ քննարկումներ են անցկացվել երկու նախարարությունների հնարավոր միավորման թեմայով։ Խոսքը վերաբերում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ առողջապահության նախարարության հնարավոր միավորմանը։ Ըստ թերթի տեղեկությունների արդեն շրջանառվում է ներքին նախագիծ։ Համակարգի ներսում արդեն նկատվում է անհանգստություն հնարավոր կառուցվածքային փոփոխությունների շուրջ։ Խոսքը վերաբերում է հատկապես առողջապահության ոլորտում ներգրաված տասնյակ հազարավոր աշխատակիցներին, որոնք անհանգիստ են հնարավոր օպտիմալացումների հեռանկարով։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. օրենքով գող Շահումյանցի Ժիրոն 2021-ին կալանավորվեց քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու հոդվածով։ Նրան մեղադրում էին, որ զոն նայողի գործառույթներ է կատարել, դրսից բերված գրեֆներ է բաժանել Արմավիրի քրեակատարողականի 3-րդ մասնաշենքում պահվող անձանց, ապա հանձնարարել է անկարգություններ իրականացնել։ Գործով անցնում է նաև քրեական հեղինակություն Կիլիկիացի Հարութիկը եւ Արթուր Բրոյանը, որը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից է։ Գործը դատարան է մտել 2022-ին 3 մեղադրյալով։ Դատավոր Սուսանա Գզոգյանը փոխել է օրենքով գողի խափանման միջոցը 20 միլիոն դրամով։ 3 տարվա դատաքննությունից հետո առաջին ատյանի դատարանն արդարացրել է նրան ու վերադարձրել խափանման միջոց 20 միլիոն դրամը։ Արդարացվել է նաև Կիլիկիացի Հարութիկը։ Գրում է թերթը։